Ինչու էին նրա ժամանակակիցներից շատերը սիրում ու հարգում նրան, եւ ինչու է, որ մեր օրերում որոշ մարդկանց տարածած սխալ տեղեկությունների պատճառով շատերը հակառակությամբ են լցված Սուրբ Գրիգոր Տաթևացու հանդեպ։ Մոլորվածները Սուրբ Գրիգոր Տաթևացուն ներկայացնում են որպես խիստ, անսիրտ, աչ ու ձախ նզովող ու փարիսեցու ոգով լցված անձնավորություն, ով տարի վրա կանգնած կույր ատելությամբ ատում էր այլադավաններին։ Ցավոք սրտի ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ խոսքի չակերտավոր ազատության դարաշրջան է համարվում։ Ամեն անգետ իր պարտքն է համարում խոսել եւ քարոզել։ Այդ պատճառով Տաթևացուն ներկայացնում են նաև ըստ իրենց սրտի պարունակության։ Սուրբ Գրիգոր Տաթևացին եղել է չափազանց մարդասեր ու բարի անձնավորություն։ Նրա կյանքի պատմության մեջ գրված է, որ նա արտասվալից աչքերով աղոթող, ճգնավորական կենցաղ ունեցող ու աղքատասեր մարդ էր։ Նրա խստությունը ատելության հիմքի վրա չէր հիմնված, այլ մեր ազգի պահպանության համար էր այդքան խիստ, որպեսզի մենք չկորցնենք մեր հավատն ու ինքնությունը, քանզի ամեն կողմից հենց դրա վրա են աշխատում։ Անգամ նզովելիս նա չէր ատում մարդկանց անձը, այլ ստիպված էր գնում այդ քայլին։ Տաթևացին չէր անիծում մարդկանց որպես Աստծո պատկեր։ Հարկ է հասկանալ, որ նա դրանից հաճույք չէր ստանում։ Նա նզովում էր մոլորությունը եւ ստիպված էր նզովել նաեւ նրանց, ովքեր այդ մոլորությամբ քանդում էին եկեղեցին եւ գիտակցաբար դեմ գնում ճշմարտությանը, բայց դա նա անում էր ստիպված եւ ոչ թե ուրախությամբ կամ հաճույք ստանալով։ Նզովքը դա հենց հերձումն է եւ ոչ թե կույր ատելությունից ծնված անեծք։ Շատ կարեւոր է իմանալ ունիթորականների, հայ կաթոլիկների գործունեության մասին Նախիջևանի եւ Սյունիքի կողմերում։ Դոմինիկյան կաթոլիկ քարոզիչները եւ նրանց հարած հայերը ոչ թե պարզապես այլ դավանանք էին քարոզում, այլ բացահայտ հարձակվում էին հայ եկեղեցու վրա։ Մեր գտած տեղեկությունների համաձայն նրանք հայտարարում էին, որ հայ եկեղեցու խորհուրդներն ու մկրտությունը վավերական չեն, հայ սուրբ հայրապետները հերետիկոսներ են եւ գտնվում են դժոխքում։ Նրանք վերամկրտում էին հայերին եւ քանդում տեղի հայկական համայնքները։ Սուրբ Գրիգոր Տաթևացուն նզովքը հակահարված էր այս ագրեսիվ քարոզչությանը։ Դա ոչ թե կույր ատելության նշան էր, այլ հոգևոր ցանկապատ էր, որը նա քաշում էր իր հոտի շուրջը, որպեսզի գայլերը չհոշոտեն։ Գաղտնիք չէ, որ հռոմեադավանները, այսինքն նույն կաթոլիկները փորձել են եւ մինչև այսօր էլ փորձում են իրենց իշխանությունը տարածել մեզ վրա։ Սակայն դա երբեք չի կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի Սուրբ Գրիգոր Տաթևացուն ներկայացնեն այնպես, իբրև թե ատելությամբ լցված մեկն է եղել։ Մարդիկ ընդամենը 2-3 բառ կարդալով սկսում են այդ 2-3 բառի վրա հիմնվել, դատել ու երևակայական պատկերացումներ կազմել այն սրբի մասին, որի մարդասիրության մասին կարելի է շատ երկար խոսել եւ նաեւ օրինակ վերցնել։ Տաթևացու կյանքի օրոք եկեղեցին ոչ միայն հոտի հոգևոր հարցերն էր հոգում, այլ պահում էր ազգի միասնությունն ու ինքնությունը։ Նման պայմաններում, երբ ամեն կողմից փորձում էին մեզ զրկել ինքնությունից, հայ առաքելական սուրբ եւ ուղղափառ եկեղեցին սոսկրոնական կառույց չէր, այլ հայ ազգի միակ պետությունն էր կարելի ասել ու ինքնության երաշխավորը։ Եկեղեցու պառակտումը հավասար էր ազգի ոչնչացմանը։ Հայ ժողովուրդը կորցրել էր պետականությունը։ Մեր ազգը հայտնվել էր մոնղոլ թաթարական, իսկ հետո Լենգ Թեմուրի արյունալի արշավանքների ու նաև իսլամական ճնշումների տակ։ Դրա հետ մեկտեղ փորձեր էին արվում զրկել մեզ փրկության տապանից, այսինքն մեր հայ առաքելական սուրբ եւ ուղղափառ եկեղեցուց։ Այս ամենի մեջ Տաթևացին ոչ թե այնքան չարացել էր, որ բոլորին նզովում էր եւ բոլորի հետ վիճում էր, այլ ստիպված կոշտ քայլերի էր դիմում։ Տվյալ ժամանակաշրջանում եւ մանավանդ Սուրբ Գրիգոր Տաթևացու համար
նզովքը, այսինքն բանադրանքը, ոչ թե անձնական ատելության դրսևորում էր, այլ եկեղեցու եւ ազգի ինքնապաշտպանության միակ իրավական գործիքը։ Տաթևացին եղել է սիրո քարոզիչ։ Թովմա Մեծոփեցին նշում է, որ Տաթևի համալսարանում նրա առաջնորդության տարիներին նա սիրով հոգում էր աղքատ ուսանողների, կերակուրի, հագուստի ու գրենական պիտույքների ծախսերը։ Նա անաչառ ձևով հավասարապես սիրում եւ կրթում էր բոլորին։ Նրա քարոզներից հայտնի է, որ նա խիստ դատապարտում էր մեծահարուստների եւ իշխանների ընչաքաղցությունը, ովքեր ամեն կերպ նեղացնում են գյուղացիներին։ Նա տերերից պահանջում էր, որպեսզի ժամանակին եւ արդար ձևով վճարեն մշակների վարձը, ասելով, որ աշխատող մարդու քրտինքը գետնին թողնելը մեծագույն մեղք է Աստծո առաջ։ Ամեն կերպ քարոզում էր լինել ողորմած եւ սիրել մարդկանց, ինչպեսին որ ինքն էր։ Լինելով իր ժամանակի ամենաազդեցիկ մտավորականն ու հոգևոր առաջնորդը, ապրում էր ծայրաստիճան համեստ ու ճգնողական կյանքով։ Նա չուներ անձնական հարստություն, չէր ձգտում փառքի կամ կաթողիկոսական աթոռի։ Նրա ամբողջ կյանքը նվիրված էր հավատի գործերին, որով հաճելի էր ու սիրելի Աստծուն ու նաև մարդկանց։ Այո, ինչ օրս կան նաև այնպիսիները, ովքեր ատում են նրա անձը, քանզի երբեք չի փորձել մարդահաճո կյանքով ապրել, բայց դրա հետ մեկտեղ եղել է հես, խոնարհ, բարի ու աստվածասեր, հոգևորական։ Ցավալի է, բայց կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր Տաթևացու աշխատություններից առանձնացնում են խիստ խոսքերով գրված հատվածները եւ այդ խոսքերին տալիս այնպիսի իմաստ, որով ստացվում է, որ Սուրբը ավելի շատ ատելությամբ է առաջնորդվել։ Այս ամենը իհարկե չար մոլորություն է։ Այս ամենը անգիտության, այս ամենը հոգևոր կյանքից հեռու լինելու արդյունք է։ Մատթեոս Ջուղայեցու գրված վարքի մեջ խոսվում է նաև նրա մեծ հեղինակության մասին։ Ջուղայեցին վկայում է Տաթևացու մեծագույն դիվանագիտական եւ խաղարարար առաքելությունների մասին, որոնցով նա փրկեց հազարավոր անմեղ կյանքեր։ Այդպիսի ծանր ժամանակներում, երբ օտար բռնակալները, այսինքն Լենգ Թեմուրի զորավարները հարձակվում էին հայկական բնակավայրերի վրա, Տաթևացին հաճախ անձամբ էր գնում բանակցությունների։ Աստծուց ստացած իմաստության եւ հեղինակության շնորհիվ նա կարողանում էր մեղմել բարբարոսների սիրտը եւ փրկել հազարավոր հայերի ֆիզիկական կոտորածից, գերեվարումից ու կրոնափոխ լինելուց։ Միթե սա մեծագույն սիրո դրսևորում չէր։ Սուրբ Գրիգոր Տաթևացու մեծությունը կայանում էր նաեւ նրանում, որ նա կարողացավ համատեղել փայլուն հոգևոր գիտելիքները եւ մարդասեր ու բարի քրիստոնյայի սիրտը, չվերածվելով տառի վրա կանգնած անձնավորության։ Ըստ Ջուղայեցու Տաթևացին աղոթելիս ուներ արցունքների աղբյուր։ Ամեն գիշեր, երբ համալսարանի աշակերտները քնում էին, նա առանձնանում էր իր խցում եւ այնքան էր լաց լինում հայ ժողովրդի մեղքերի, երկրի ազատության ու եկեղեցու պահպանության համար, որ նրա խցի հատակը թացանում էր արցունքներից։ Նա իր գիշերային աղոթքներին միացնում էր ցերեկային տքնաջան դասախոսությունները, առանց հոգնություն ցույց տալու։ Ջուղայեցին պատմում է, որ Տաթևացու մոտ բերում էին բազմաթիվ դիվահարների, անդամալույցների եւ ծանր հիվանդների։ Սուրբն իր խոնարհությամբ չէր ուզում ցույց տալ Աստծուց ստացած զորությունը, այլ պարզապես աղոթում էր նրանց վրա, խաչակնքում, եւ հիվանդները բժշկվում էին։ Ջուղայեցին գրում է. նրա ձեռքերի հպումից հեռանում էին ախտերն ու հիվանդությունները, քանզի նրա մեջ բնակվում էր Սուրբ Հոգին։ Այն ամենը, ինչ սյունած իշխանները կամ հավատացյալները նվիրում էին մեծ վարդապետին, նա նույն պահին բաժանում էր վանքի աղքատ աշակերտներին կամ տալիս էր որբերին ու այրիներին։ Իր անձի համար նա ոչինչ չէր պահում, բավարարվելով միայն հնամաշ փիլոնով եւ մի քանի գրքով։ Անկամ այն, որ քաղկեդոնականներին նախատում էր եւ հանդիմանում, կույր ատելության նշան չէր, քանզի նա ատում էր քաղկեդոնության գաղափարները, որոնք մոլորություն էին, իսկ քաղկեդոնականներին նայում էր որպես մոլորվածների։
Աստծուց ստացած շնորհով գրեց գիրք հարցմանցի նման ծավալուն աշխատությունը եւ այլ շատ քարոզներ ու մեկնություններ, որպեսզի կրթի հայերին եւ պատասխանի քաղկեդոնականներին։ Սակայն դա ոչ թե հակառակության եւ ատելության ոգով արված մի բան էր, այլ հոգատարության եւ պատասխանատվության բարձրագույն դրսևորում էր, քանզի վարդապետը իսկապես մարդասեր անձնավորություն էր եւ ամեն բան անում էր, որպեսզի եկեղեցու հոտը անվտանգ մնա։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ատում էր Քաղկեդոնի ժողովի ժամանակ ընդունված մոլորությունները, բայց կարեկցում ու սիրում էր քաղկեդոնությունը ընդունած հայերին եւ մնացած բոլոր մոլորված հոգիները, փորձելով շնորհով եւ իմաստությամբ քարոզելով ետ բերել մայր եկեղեցի։ Անկամ իր աշխատությունների մեջ նա երբեք չի հայհոյել կամ ծաղրել մոլորված մարդկանց, այլ միշտ սրտացավորեն է գրել իր բոլոր բացատրությունները։ Իհարկե կարող ենք շատ երկար խոսել այս ամենի մասին, սակայն սա էլ բավարար է, որպեսզի մենք համոզվենք, որ Սուրբ Գրիգոր Տաթևացին չի եղել չար, ծաղրող, անսիրտ, անգութ, հայհոյող ու տարի վրա կանգնած ինչ-որ մի փարիսեցի, այլ լցված է եղել աստվածային շնորհով եւ սիրով, որով եւ անմնացորդ կերպով ծառայել է Աստծուն եւ ամեն կերպ փորձել է օգնել բոլոր մարդկանց։ Կա եւս մեկ շատ սխալ կարծիք։ Ասում են, թե Տաթևացին գիշեր-ցերեկ զբաղված է եղել միայն կարդալով, գրելով եւ ջնջելով։ Այդպես չէ։ Մեջբերենք Թովմա Մեծոփեցու գրածները։ Մեջբերումները վերցրված են նրա հռչակավոր Լենգթեմորի եւ նրա հաջորդների պատմությունը աշխատությունից։ Ինչ է գրում նա։ Իսկ մեծ վարդապետ Գրիգորը գտնվում էր մեծ ճգնության եւ խստակյաց վարքի մեջ, քանզի նրա կերակուրը սակավ հացն ու ջուրն էր, իսկ տոնական օրերին բանջարեղենը կամ ընդեղենը։ Իր փառավոր եկեղեցական զգեստների տակից նա հագնում էր կոշտ քուրձ, այսինքն մազե հագուստ, որը քսվում էր մաշկին եւ ցավեցնում։ Ամբողջ գիշերները անց էր կացնում հսկումների եւ Աստծուն ուղված աղոթքների մեջ։ Հետո եւ իր շուրջն էր հավաքել բազում աշակերտների, որբերի ու չքավորների եւ հայրաբար խնամում էր նրանց, տալով նրանց կերակուր ու հագուստ եւ ձրիաբար նրանց սովորեցնում էր սուրբ գրքերը եւ իմաստությունը։ Վարդապետը որևէ մեկից ուսման վճար չէր վերցնում, այլ ինքն իսկ վանքի եկամուտներից հոգում էր նրանց կարիքները։ Եվ թեպետ համայն հայ ազգը կամենում էր նրան կաթողիկոս եւ եկեղեցու գլուխ կարգել, նա չհրապուրվեց երկրավոր փառքով, այլ կամեցավ մնալ խոնարհության մեջ եւ շարունակել իր աշակերտների ուսուցումը, քանզի իր անձը բոլոր մարդկանցից հետինն էր համարում։ Նաեւ երբ Չար Լենգթեմորը եկավ Սյունյաց գավառ, Սուրբ Գրիգոր վարդապետը չվախեցավ նրանից, այլ գնաց զորավարների առաջ եւ իր իմաստուն խոսքերով շնորհ գտավ նրանց աչքին, ազատեց վանքն ու բազում գավառներ կոտորածից ու գերեվարությունից։ Ահա ինքներդ լսեցիք, որ Սուրբ Գրիգոր Տաթևացին ճգնավորական կենցաղ է ունեցել։ Ինքներդ լսեցիք, որ մշտապես աղոթքների մեջ է եղել։ Ինքներդ լսեցիք, որ արտասվել է հայ ազգի մեղքերի համար, եկեղեցու միասնության համար է աղոթել, աղքատասեր է եղել, ողորմած է եղել եւ ընդհանրապես ամեն ինչի մեջ փայլել է։ Երբեք չի սահմանափակվել ուղակի գիտելիք հավաքելով, որովհետեւ իր հարցմանց գրքում Սուրբ Գրիգոր Տաթևացին ինքն է նշում, որ նա ով ուղակի մտքով ուզում է հասկանալ Աստծուն, աստվածային գաղտնիքները հասկանալ, խորհուրդները հասկանալ, այդպիսին մոլորված է եւ հպարտ։ Դրա համար ինքն իսկ միշտ աղոթքների մեջ է եղել, ճգնավորական կյանքով է ապրել եւ ընդհանրապես եղել է ուղղափառ կյանքի վարդապետ, սիրո վարդապետ։ Օրհնյալ է մեր Սուրբ վարդապետի հիշատակը։ Նրա սուրբ աղոթքներով, նրա բարեխոսությամբ թող որ շողա ուղղափառության լույսը հայոց աշխարհում։